Իրանի հյուրեական կենտրոններուն ռմբակոծութենեն հետո մեր երկրի մեջ ճարակայթման փոփոխություն չկա, մասնակիցները ամենօրյա թրությամբ չափումներ կգադարեն։ Եվրամիության աջակցությամբ մեր երկիրը ունի տեխնիկական անհրաժեշտ զինվածություն եւ բնականեն որևէ շեղում կարելի է շատ արագ նշել։ Առաջին անգամ Հայաստանի մեջ այսօր Պաշտոնապես 17 հունիսին կնշվի հայրերու օր, ազգային ժողովի պատգամավորները այսօր ձապերով շնորհավորեցին առաջին անգամ Հայաստանի մեջ նշվող հայրերու օրը։ Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարությունը նախաձեռնեց «Հայրիկ քեզ կսիրեմ» խորակիրով արշավը։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան հերախոսազրույց ունեցած է Ֆինլանդիայի արտաքին գործոստնախարար ՀՀԳ գործողնախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Արարատ Միրզոյան եւ Էլինա Վալտոնեն միտքեր փոխանակած են տարածաշրջանային հարցերու շուրջ։ Նախարար Միրզոյան ներկայացուցած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ղեկավարման գործընթացի մեջ վերջին շրջանի քննարկումները, խաղաղության պայմանագիրի ստորագրության ուղղված չանքերը։ Ըստ աղբյուրին անդրադարձ կատարված է նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին, ինչպես նաեւ ի շարունակություն 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի արտաքին գործոստնախարարին Հելսինկի կատարած այցելությամբ։ Անկարայի մեջ հանդիպեցան Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Վահան Գոստանյանն ու Թուրքիո փոխարտաքին գործոստնախարար Բերիս Էգինչ, հայտնեց Հայաստանի արտաքին գործոստնախարարությունը։ Հանդիպման ընթացքին անոնք կարծիքներ փոխանակած են երկկողմ եւ տարածաշրջանային հարցերու շուրջ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ավելի գանուխ լրագրողներու հարցումին ի պատասխան չէր հերքած, որ հարաճիգային դեղի պիտի ունենա Հայաստան-Թուրքիա բարձր մագարտակի շփումներ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյան մեկնելու է Թուրքիա հանդիպելու նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանին հետ։ Դե ինչ հարցեր օրագարկին մեջ Գրիգորյան չմանրամասնեց, հորդորելով սպասել վարչապետի աշխատակազմի հաղորդակցությամբ։ 5 հունիսին վարչապետ Փաշինյան հերախոսազրույց ունեցած էր Թուրքիո նախագահ Էրդողանի հետ, քննարկված էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններուն եւ տարածաշրջանային զարգացումներուն վերաբերող հարցեր եւ պայմանավորված էին շարունակել երկխոսությունը։ Արդեն 5-րդ օրն է, որ Իսրայելի եւ Իրանի միջև փոխադարձ հարվածները կշարունակվին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդեցին Թեհրանի մեջ արավոտյան գանուխ լսված բայթումներու եւ հագաուտային պաշտպանության համագարկերու աշխատանքի մասին։ Հաղորդված է, որ հագաուտային պաշտպանության համագարկերը աշխատած են նաեւ Նաթանզի մեջ, որտեղ կգտնվին կարևոր հյուրեական կենտրոններ։ Իրանի իշխանությունները հայտնած են Իսրայելի հարվածներեն 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձեր են։ Իսրայել հայտնած է իրանական պատասխան հարվածներեն 24 զոհի մասին։ Հայֆայի կարյուղի վերամշակման գործարան երկրորդ անգամ հարված են հետո ամբողջովին դադրեցուցած է աշխատանքը, որու մասին հայտնեցին գործարանի սեփականատերերը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ իր ընկերային ցանցերու մեջ Իրանի մայրաքաղաքի բնակիչներուն քաղաքեն անմիջապես հեռանալու գոչ ընել են հետո գանուխ հերացավ կանադայեն, որ դեղի կունենար G7-ի կակատնաժողովը։ Մերձավոր արևելքի մեջ կատարվող իրադարձություններու պատճառով նախագահ Թրամփ պետություններու ղեկավարներուն հետ ընթրիքեն հետո կհեռանա, գրգին X-ի մեջ հայտնեց անոր մամլոքարտուղար Քերոլայն Լիվին։ Մինչև կանադայեն վերադառնալը Թրամփ Truth Social-ի մեջ գրած է. Իրան պետք է ստորագրեր կորձարկը։ Ինչ ցավալի ատկային հրաշալի մարդկային կյանքեր ասած Իրանը չի կարող հյուրեական զենք ունենալ։ Ես ադոր մասին ասած եմ գրգին ու գրգին, բոլորը անմիջապես պետք է դուրս գան Թեհրանեն, գրած է Թրամփ։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Վաշինգտոն վերադառնալն հետո Թրամփ ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրած է, կհայտնի CNN-ի թղթագիծը։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան հայտարարած է, որ Թեհրան չի փափակիր ընդլայնել պատերազմը Իսրայելի հետ, սակայն պատրաստ է համաչափ կերպով պատասխանելու որևէ հարձակումի, կհաղորդե CNN։ Ըստ Իրանի պետական լրատվական գործակալության Պեզեշկյան այս դիրքորոշումը հայտարարած է Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանի հետ հերախոսազրույցի ընթացքին։ Հանոր խոսքով Իսրայելի գործողություններուն պատճառով Իրանի մեջ զոհված են քաղաքացիական անձեր, գիտնականներ եւ ռազմական ղեկավարներ։ Իրան չի նախաձեռնեց այս պատերազմը, սակայն իր պատասխանը պիտի լա համաչափ հարձակումի չափին համապատասխան ընդգծած է ան։ Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին հերախոսով քննարկած է մերձավոր արևելքի մեջ դիրող իրադրությունը Մեծ Բրիտանիո, Գերմանիո, Ֆրանսիայի պաշտոնակիցներ Դեյվիդ Լեմի, Յոհան Վադեֆուլի, Ժան Նոել Բարոյի եւ Եվրամիության թիվանագիտության ղեկավար Քայա Կալասի հետ։ Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներուն Արաքչին նշած է, որ ՄԱԳ-ի եւ ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի բարդականությունն է թեմ կանգնել այս հարձակումին եւ դադրեցնել Իսրայելի հանցագործությունները։ Արաքչին անգամ եւս Ամերիկան մեղադրած է Իսրայելի հարձակումին
աջակցելու մեջ կասկած չկա, որ Իսրայել-Ամերիկայի աջակցությամբ, օգնությամբ եւ անոր հետ համագործակցությամբ նախաձեռնեց այս պատերազմը իրանցի ժողովրդին թեմ։ Ուստի մենք Միացյալ Նահանգները կհամարենք պատասխանատու այս իրադրության համար եւ կդարված հանցագործություններուն մեղսագից։ Հայդար Արաձե Արաքջին համատեղ հերախոսազրույցի ընթացքին։ Ան նաեւ ընդգծած է, որ Իրան երբեք չէ լքած բանակցություններու սեղանը, բայց այժմ կենտրոնացած է հարձակումին թիմագահելու վրա։ 3 եվրոպական երկիրներու արտաքին գործոս նախարարություններու ղեկավարներ եւ Եվրամիության թիվանակիտության ղեկավարը ափսոսանք հայտնած են ստեղծված իրադրության առիթով եւ ցավակցություն հայտնած են Իսրայելի հարձակումներու հետևանքով մարդկային գորուստներու գաբակցությամբ, նշելով եւ հայտարարելով իրենց թերը գդարելու պատրաստակամության մասին ըսված է հաղորդակցության մեջ։ Հնդկաստանը սկսած է Իրանին իր քաղաքացիները տեղափոխել, դարհանման հնարավոր ուղիներեն է նաև Հայաստանը։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։